Այսօր ձեզ համար օրաթերթերից առանձնացրել են կարևոր եւ հետաքրքիր տեղեկությունները, որոնք քննարկելու եմ Կենտրոն հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ։ Բարի լույս Պետրոս։ Բարի լույս։ Շնորհակալություն օրը մեզ հետ սկսելու համար։ Թերթերը շարունակում են գրել կառավարության կազմի փոփոխության վերաբերյալ կանխատեսումներ, տեղեկություններ, մասամբ ճշտված, մասամբ չճշտված, այս անգամ ուշադրության կենտրոնում դարձյալ կարելի ասել ոչ առաջին անգամ հայտնվել է պաշտպանության նախարարը եւ նախարարի հնարավոր փոփոխությունը ժողովուրդ օրաթերթն է գրում մոտ 1 շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձևավորվի։ Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարևորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է։ Եվ թերթի տեղեկություններով 3 Սերժ Սարգսյանը նախագահական է հրավիրել Սեյրան Օհանյանին, նրա հետ 2-ժամյա քննարկում է ունեցել Օհանյանի ապագայի վերաբերյալ եւ արդյունքում ըստ թերթի տեղեկությունների որոշվել է, որ Օհանյանը չի վերանշանակվելու իր պաշտոնում։ Հետաքրքրական էր, որ Օհանյանի շուրջ շատ քննարկումներ եղավ, որ նա կարող է չնշանակվել, նույնիսկ ՀԱՊԿ հիշում ես, եւ գլխավոր քարտուղարի առաջարկը նա ասաց, որ կմերժի, եթե լինի, սակայն այս հայրենասիրական այդ հայտարարությունը նրան կարծես չի օգնում, որ վերանշանակվի։ Հետաքրքիր է, որ Սեյրան Օհանյանը բավականին երկար պաշտոնավարեց եւ իր պաշտոնավարման ընթացքում եղան շրջաններ, որ հասարակությունը կարծես պահանջում էր փոփոխություններ համակարգում եւ նաեւ իդեմս նախարարի, սակայն իշխանությունը, այսպես ասած, ձեռք չէր տալիս Օհանյանին։ Ինչ փոխվեց այսօր, ինչու։ Դե Կարեն Կարապետյանի գալուց հետո մեր թերթերը ամեն օր զբաղված են այդ ինչ-որ մարդկանց նշանակել հանելով։ Գուշակությունները։ Սկզբից Վիգեն Սարգսյանին միահամուռ կերպով նշանակեցին արտգործնախարար, հիմա միահամուռ կերպով Վիգեն Սարգսյանին նշանակում են պաշտպանության նախարար։ Այն որ Սեյրան Օհանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նորմալ է, թերթերը կարող են այդ իմանալ։ Բայց երբ իրանք իմանում են, թե նրանք երկուսով նստած ինչ են խոսացել պայմանավորվել, այդ արդեն աբսուրդի ժանրից է։ Եվ կարծում եմ այդ թերթերը իրենց հավասարացնում են բաժակ նայելու այդ մակարդակին, ինչը ցավալի է, որովհետև եթե հիմա հաշվենք մենք որ թերթը քանի անգամ է սխալվել իր հավաստի աղբյուրների այդ ասած այո, քանի անգամ է սխալվել եւ քանի անգամ է սխալվել, ինքը ներողություն չի խնդրել ընթերցողից։ Հա մենք հասկանանք, որ այդ ամեն ինչը շատ տհաճ է, դա թերթի Եկ իհարկե կարելի է վերլուծել, բայց ամեն նոր տեղեկություն տալ եւ մյուս օրը բացատրել, թե ինչի է տեղեկությունը չեղավ, այնպես որ ես արժանահավատ չեմ համարում այդ տեղեկությունները, կարծում եմ որևէ մեկը չի համարում, որտեղ որևէ մեկը չգիտի, թե ով որտեղ կնշանակվի։ Իհարկե ասեկոսիներ կան, բայց այդ ասեկոսիները եթե թերթի մակարդակի են բարձանում, դուք կհիշեք վերջերս մի քանի օր առաջ չէ, Հռոմի Պապը կեղծ տեղեկություններ հաղորդելը, չնայած ինքը դա ահաբեկչության ենթատեքստում էր անում, հավասարացրեց տեղեկատվական ահաբեկչության։ Սա նույնպես գիտեք այդ ժանրից է մեր միկրոմակարդակում։ Չի կարելի ամեն օր սուտ գրել, հետո նույնիսկ ներողություն չխնդրել, որ ասել է, գիտեք, սիրել մեր հավաստի աղբյուրը մեզ խաբել էր, մենք էլ ձեզանից ենք ներողություն խնդրում եւ երկրորդ անգամ այդ հավաստի աղբյուրին այլևս չենք վստահի։ Չկա այդ կուլտուրան, այդ մշակույթը չկա։ Մեր հավաստի աղբյուրով Վիգեն Սարգսյանը կլինի արտգործնախարար, դե լավ հիմա մի բան ասել էինք, մեր հավաստի տեղեկությունով Վիգեն Սարգսյանը կլինի պաշտպանության նախարար։ Բայց չի կարող իսկապես դա Դե գիտեք, երբ որ դուք 40 բան ասում եք, մի բանը հաստատ լինելու է դրանից։ Ես էլ դա եմ ասում, երբ որ դու չգիտես, հավաստին գիտեք ինչ նշանակում, որ հաստատ լինելու է։ Եթե դու չգիտես, ասա մենք ենթադրում ենք, մենք դեռևս չենք ճշտել, դրա համար չենք գրում։ Հազարով մի ձև կա, գիտեք, եթե հավաստի է տեղեկությունը պետք է լինի։ Սա բայց նաև կարծում եմ տեղեկատվության, իրական տեղեկատվության պակասի արդյունք է։ Դե գիտեք, ցավոք սրտի, մեր կառավարությունը ձևավորվում է փակ։ Այսինքն նա կապ չունի ընտրությունների հետ, ժողովրդավարական պրոցեսների հետ, եւ դա մեր քաղաքական տրամաբանության հետևանքն է այսօր։ Տեսեք, մենք ընտրել ենք ըստ էության, եթե ընտրությունների արդյունքից դատենք, մենք ընտրել ենք հանրապետական կուսակցություն, չէ՞։ Հասարակության 60%-ը վստահում է իրենց։ Պաշտոնական։ Դե հա, հիմա մենք գնում ենք դրանով։ Եվ մարդիկ իրանց ընտրել են ու ինչ, բերում են վարչապետ մի մարդու, չեմ ասում լավ վատ, որը ոչ մի կապ չունեցել, ոչ ընտրությունների հետ, ոչ քաղաքական համակարգի հետ, ոչ մի բանի հետ, ոչ մի պատասխանատվություն չի կրել, ոչ մի խոստում չի տվել հասարակության ընտրությունների ժամանակ, չէ՞։ Եվ ինչ որ գործընթաց է գնում կառավարության ձևավորման։
ազգային ժողովը դրա հետ ոչ մի կապ չունի, հասարակությունը կապ չունի։ Բայց հաստատեց տեխնատությունը։ Դե իրանք հա միաձայն, Շարմազանով երեքավ մենք միաձայն ենք իրանք միաձայն են։ Իրանք կարևոր է դա որ։ Հա դե մարդիկ հոգնել են, զզվել են այդ նույն այդ միաձայնությունից, անկեղծ ասեմ։ Եվ հիմա ըստ էության Կարեն Կարապետյանը ոնց որ Տիգրան Սարգսյանի ժամանակ եղավ, չէ՞, էլի իրան ոչ ոք չէր ընտրել, ոչ ոք ինքը ընտրապայքարի մեջ չկար, ինքը հանրապետական չէ, համար կենտրոնական բանկին է։ Ընտրությունները բրծալ, մարդիկ խոստումներ այդ կուսակցությունը, մեկ էլ հոп Տիգրան Սարգսյանը վարչապետ։ Ինչ կապ ուներ Տիգրան Սարգսյանի հետ պատմության հետ, ոչ մի։ Նույնը հիմա Կարեն Կարապետյանի պարագայում է եւ բնական է, որ այդ պարագայում ինքը պարտավորություն չունի հասարակության առաջ։ Ինքը պարտավորություն ունի իր նշանակողի առաջ եւ կառավարությունը ձևավորվում է ըստ այդ պայմանավորվածությունների հասարակություն դրա համար փակ է կառավարությունը։ Ես խիստ կասկածում եմ, որ փակ ձևավորված կառավարությունը կարող է թափանցիկ աշխատել։ Չնայած Կարապետյանի ոճը գնում է դրան, բայց կան քաղաքագիտական օրենքներ։ Ուրեմն ինքը պետք է այդ օրենքները շրջանցելով լավ դրսևորի իրան, հասկանում եք։ Ստեղից է գալիս են այդ ասեկոսները, ով որտեղ, ով ինչի, որովհետև այդ ամեն ինչը կաբինետային է, դա հրապարակային քաղաքականություն չի։ Մինչդեռ կաբինետի ձևավորումը կառավարության պետք է լիներ ամենաթափանցիկ process, բայց դա ոչ մեկին ձեռ չի տալիս։ Եթե դուք նոր սահմանություններ նայեք, շատ են չի խոսում, որ սա թափանցիկություն, որ թողես կլացացնեն այս բաներ կասեն։ Եթե նոր նայեք, ընտեղ էլ դու կարող ես ընտրել կուսակցության, չէ՞, հետո այդ մարդիկ վարչապետ, նախ ում ուզում են կանան նշանակեն, ում ուզում են։ Այսինքն դու ոչ թե ընտրում ես կառավարություն, այլ դու ընտրում ես մի ուժ, որը հետո ինչ ուզի ինքը ընտրվում ասում է դե ժողովուրդ, դուք գնացիք ձեր գործերով, ես ձեզ կասեմ ով է կառավարելու։ Իսկ դա մեր քաղաքական համակարգը փչացնող, թափանցիկ չդարձնող եւ այդ մի քանի այդ ղեկավարների ձեռքերը ազատող ամենավատ գործիքն է։ Եվ դա չշտկեցին սահմանադրության մեջ, որովհետև դա ձեռ չի տալի։ Որովհետև եթե իրեն գրեն, որ սահմանադրության ասենք թե, հա, պետք է կառավարությունը եւ վարչապետը ընտրվեն, ասենք հաղթող ուժի կամ կոալիցիայի ցուցակից, ապա արդեն process-ը ներու է թափանցիկ։ Մենք իմանալու ենք, այս կուսակցությունը հաղթելու դեպքում ով ալնելու, ստեղ ով ալնելու, բոլոր այդ բազարները հիմա որ կաբինետում լինելու են թափանցիկ կուսակցության ներսում եւ ընտրություններից առաջ։ Եթե դու ուզում ես Կարեն Կարապետյանը դու գտնում ես լավ մենեջերը, նա կարող է Հայաստանը փրկի եւ փոփոխությունների սիմվոլ լինի, համոզել բերի Կարեն Կարապետյանին քո կուսակցություն, թող ինքը գար, մի հատ իր մտքերը թեզերը ասեր, մտներ պայքարի մեջ, մի հատ այս իրավիճակը շտկեր, ինչ որ հիմա կառավարությունում այդ կլոնուադան լինում է, թող լիներ այն ժամանակ, տեսնենք ով է, շատ համաձայնեք process-ը շատ ավելի հետաքրքիր եւ ավելի ժողովրդավարական եւ էֆեկտիվ կլիներ։ Բայց չէ, մենք կհաղթենք, հետո կորոշենք ով կգա ձեզ կկառավարի։ Դա ժողովրդավարության հետ, էֆեկտիվ կառավարման համակարգի հետ կապ չունի, բայց դա իշխողին հնարավորություն տալիս ինչ ուզի անի եւ ընդ որում պատասխանատվություն չկրի։ Ինք ասում ես հաղթել եմ, ում ուզում կնշանակեն, այդպես է միջալոտ նոր չի այդպես։ Հիշում եք Վազգեն Սարգսյանի կառավարությունը հաղթեց Կարեն Դեմիրճյանի հետ, չէ՞։ Մարդիկ բերես նշանակեց վարչապետ, որը կապ չունեին ընտրությունների հետ։ Նախարար։ Չէ, նախարարներ եղան, որոնք ոչ մի կապ չունեն այդ ընտրությունները, օրինակ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը ոչ մի կապ չուներ այդ ուժի հետ, այդ ընտրությունների հետ։ Այսինքն պատկերացնում եք երկու հսկայական կուսակցություն միանում են իրար հաղթում ընտրություն, ուրիշ մարդ է բերում նշանակում հրավիրյալ նախարարներ։ Հասկանում եք, չկա տես բան, էլի։ Դա նոնսենս է, իսկ մեր սահմանադրություն գրողները, չնայած իրանք գիտունիկների տեղ են դրել, չէ, մի բան, բայց մոռացան այս թեմաները։ Դա քաղաքական խնդիր է, որովհետև դա վերնախ ոչ մեկին ձեռ չի տալի դա։ Ընդդիմությանն էլ ձեռ չի տալի դա, որովհետև ընդդիմությունն ինքի ցուցակը պետք է բերի հրապարակի, ասի ահա իմ նախարարները, ահա իմ կաբինետը, ես գնում եմ կադրեր ունենա պատրաստի։ Իհարկե, սվերային կառավարություն ձևավորելու ինստիտուցիոնալ հիմքը դա է, որ դու պետք է մենք գնում ենք ընտրում ենք, չէ՞, գնում ենք։ Ես ընտրել եմ, ասենք, հանրապետականին։ Ինչ գործ ունի Կարեն Կարապետյանը վարչապետ։ Ես ընտրել եմ հանրապետականին, ես ուզում եմ իրանց վարչապետին տեսնեմ, որ իրանք կառավարեն երկիրը։ Իրանք ասում են, չէ, դու մեզ վստահել ես, մենք արդեն կորոշենք։ Գիտենք որն է։ Դա չի, այսինքն ժողովուրդը կտրված է մնում կառավարությունից, հասկանում եք։
Այս դեպքում արդարացում եմ, որ հանրապետականի ներսի ռեսուրսները այնքան սպառված են եւ մարդիկ այնքան են հոգնել եւ զզվել հանրապետական ուժից, որ Կարեն Կարապետյանը հենց այդ իր առավելությունը նաեւ այդ է, որ ինքը չի ասոցացում այդ։ Լսի, դուք չեք լսել Աշոտյանի վերջի ասուլիսը։ Նա ասաց, որ թիմ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը կրկին վստահում է հանրապետականին։ Դուք չեք իմանում այդ մասին։ Այսինքն ինչքան ժողովուրդը վատ է ապրում, այնքան շատ է վստահում հանրապետականին։ Այո, մենք մազոխիզմ աննորմալ ժողովուրդ ենք, հիմա այդ է, ինչ անենք։ Հետաքրքիր դեպ հենց նշած փոփոխության հետ կապված, որ Վիգեն Սարգսյանին մեկ ԱԳ նախարարի նշանակում, մեկ Սեյրան Օհանյան, հիմա էլ արդեն այլ դրսի հետք են ընտրում այս նշանակումների մեջ եւ հայկական ժամանակահատթերթի տեղեկությունների ըստ թերթի տեղեկությունների իշխանությունը ցանկանում է որոշակի հավասարակշռություն մտցնել Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքական ազդեցության մեջ։ Այդ առումով երկու կարևոր նախարարությունից մեկում արտաքին գործերի նախարարություն եւ պաշտպանության նախարարություն նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործ չի։ Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են ՌԴ-ի մարդը, ճակերտավոր, եւ այս առումով սրանով է պայմանավորված, որ ուզում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ոնց որ արդեն ասացի, պաշտպանության նախարարի համար են նրան պատրաստում, փաստորեն վարչապետը կարող է լինել Մոսկվայից եւ համարվել ինչ-որ իմաստով Ռուսաստանի մարդը, բայց հավասարակշռության համար արտգործ նախարարությունը ոչ պրոռուսական դեպք։ Ես կարծում եմ, որ ցանկացած նշանակում, որ լինում է Հայաստանում, մանավանդ այս մակարդակի, նախ եւ առաջ կրում է իշխանությանը ձեռք տալու տրամաբանությունը։ Այսինքն նրանք, ովքեր այսօր իշխանության կրող են, նրանք իրենց պլանների մեջ հաշվարկում են, հեսա նոր սահմանադրությունն է փոխվելու է, մտնելու է նոր ուժի մեջ եւ ըստ դրան արդյոք այս մարդը ավելի ձեռնտու չի լինի իրենց այդ պաշտոնում։ Նախ այդ տրամաբանությունն է։ Հետո իհարկե ես համաձայն եմ հայկական ժամանակի հետ, որ այստեղ կարելի է նաեւ սրանք այնպիսի պաշտոններ են անկյունակարային պաշտպանության եւ արտաքին գործերի, որ բնականաբար մանավանդ Ռուսաստանը, որ մեծ ազդեցություն ունի, այստեղ որոշակի հետաքրքրություններ ունի, բայց ես հեռու եմ մեր մտքից, որ այդ պաշտոններին նաև Կարեն Կարապետյան նշանակել է եւ նշանակում է Ռուսաստանը։ Իսկ Վիգեն Սարգսյանի պահով դե մենք պետք է հիշենք, որ ինչու է այդպես ենթադրվում, որ Ռուսաստանը այդքան չի ոգևորվի այդ կադրը, որովհետեւ շատ բարձ ինքը ասոցիացման Եվրոպայի այդ ասոցիացման ծրագրի կարելի ասել կնքահայրներ, ինքն է այդ process-ը տանում, ինքն է ամեն ինչ անում, որ մենք աշխատանքային խումբը եւ այլն, բնականաբար դա իր հետքը թողում է։ Չնայած գիտեք, Տիգրան Սարգսյանն էլ հիշում եք եվրոպական մոդել էր կառուցում, ինքն էլ էր այդ մասնակցում, ասում էր մենք Եվրասիական տնտեսական միության հետ չեն կարող հիմնավորվել, մի գիշերվա մեջ դառավ մոլի կողմնակից Եվրասիական տնտեսական միության։ Այնպես որ մեր իշխանության համար խնդրեմ չի մի օրում Եվրոպամետ կամ Ռուսամետ դառնալը։ Դե պետք է որ Վիգեն Սարգսյանին ըստ դեռ նախնական տեղեկությունների արտգործ նախարար չէ նշանակել փաստորեն, իսկ թերթը գրում է, որ Էդվարդ Նալբանդյանը կարողացել է հենց Ռուսաստանի Դաշնության միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել։ Փաստորեն նա եւ խոսքա որ Սեյրան Օհանյանն է, եթե չկարողանա լուծել կրկին ՌԴ-ի միջոցով, ապա եկեք այս պատմության մեջ մի բան է, պարզ, որ Սեյրան Օհանյանը մերժեց գնալ են պաշտոնին, որ իրան հրապարակային մնացածը ասեկոսի է, մի մասը հիմարություն է, մի մասը գուցե ճշմարտանման է, բայց ելի եմ ասում, քանի որ process-ը փակ է, կուլիսային է, որոշում է 1-2 մարդ, թերթերն նստում են այդ ասեկոսիները տարածելու շնորհակալ գործի վրա։ Դեպ այդ կոֆե բաժակը խմում են, մի բանից լսում են, այն մեկը սենց ասում, այն մեկի ունքը այդ օրը թարս դուրս եկավ կաբինետից, ուրեմն իրան չեն նշանակ։ Իրականում բայց մենք գիտենք, որ իշխանական շրջանակներն էլ են հաճախ ինֆորմացիա գցում հենց։ Իշխանական շրջանակ ես չգիտեմ, ում նկատի ունեք, որովհետև տարբեր անձինք։ Այս ձեր ասած խնդիրները լուծում են 1-2 մարդ։ Ես ես վստահում եմ, մենք յուրաքանչյուրս այնքան գիտենք, ինչքան ազգային ժողովը։ Ազգային ժողովը ընդհանրապես մեկուսացված է կառավարություն կազմելու process-ից, իրանք էլ չգիտեն։ Ուրեմն իրանք հարցրեք, իրանք գիտեն, ինչու Կարեն Կարապետյանը եկավ, իրանք գիտեն։ Հա նոր թափ հարցում եք ասում եք, ինչի ասում են նոր թափ, նոր լիցք, նոր զովք մենք հիմա այդ խանութի առաջ են գտնում։ Այս բաներ են խոսում, չգիտեն ինչ խոսան, իրանք էլ չեն ասում, ասել են գնա կնոպին կսխմեք, գնում սխմում են։
Իդեպ ազգային ժողովից որ խոսեցինք, մի ուշագրավ տեղեկություն կար ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ժողովուրդ օրաթերթն են գրում, տևական ժամանակը ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի Վերնատուն ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում։ Ինքը падգամավորը թերթի հետ զրույցում հերքել էր, ասելով, որ նախ ես ռեստորան չունեմ, տարածքն իր արենդա վճարով տրվել է, այնտեղ աշխատում են։ Գնացեք համապատասխան հասցեով ստուգում կատարեք։ Բաղդասարյանը փորձել է իրեն տարանջատել այդ բիզնեսից, թեև թերթը նշում է, որ նրա ներկայացած հայտարարագրի մեջ նա տարածքի վարձակալությունից եկամուտ չի ստացել, ինչպես ինքն է նշում։ Փոխարենը իբրև շահաբաժին, այսինքն բիզնեսից անցած տարի 2.917.000 դրամի եկամուտ է ստացել։ Հիմա մնում է պարզել, ինչպես են արտոնյալ պայմաններում աշխատում չվճարելով գազի վարձը։ Աստեն ոչ միայն ազգային ժողովի падգամավորը կարող է բիզնես ունենալ, այլ այսինքն դատելով թերթից ստել է Վահրամ Բաղդասարյանը, ուղղակի խաբել է։ Որը կոնկրետ իր ներկայացած հայտարարագրով է ապացուցում։ Լուրջ եկներում դրա համար ինքը առնվազն պետք է հեռացվեր այն պաշտոնից, որ զբաղվեց, եւ դաթեր քաղաքական գործունեությամբ զբաղվել է, բայց դե Վահրամ Բաղդասարյանը, գիտեք, ինքը մի падգամավոր է, որը խոսալուց ես միշտ ինքը խոսում ես ոչ մի չեմ հասկանում։ Միակը չի այդ առումով։ Ինքը, գիտեք, ասենք օրինակ Հակոբ Հակոբյանը, Գալուս Սահակյանը ուրախացնում են մարդկան։ Այստեղ լրիվ են տու այսպես։ Վերջի իր հարցազրույցը ես կարդացի, ուղղակի, գիտեք, համընկնում այս լուրի հետ։ Գիտեք, Կարեն Կարապետյանն ասաց, որ հերիք է գողանակ, չէ՞։ Պրիմիտիվ գողությանը վերջ տվեք։ Պարզ է, չէ՞։ Թռնում են այս կլասով, պայմանավորում են մի 100,000 գրպանում են, այդպես փոքր գողություններ մեր պետական կառավարման համակարգում շատ ընդունված է, այնուամենայնիվ շատ մեծ մեղք չի համարվում։ Հիմա Կարեն Կարապետյանը ասաց ամոթ է, ըստ էության դա ինչ որ լուրջ ազդեցություն չունի բյուջեի վրա, բայց ամոթ է, մտածելակերպ է, մշակույթ է, չէ՞։ Գողանում եք, չի կարելի, չէ՞։ Հիմա գնում են ես երեք կարդացի, Վահրամ Բաղդասարյանը հարցնում է, ինչ գողության մասին էր խոսում Կարեն Կարապետյանը։ Երեք պատասխանեցր։ Գողություն չկա, գողերը չկան։ Ինքը խոսում էր երևույթի մասին։ Կարակ բացատրեք ինքը ինչ պատասխանեց։ Ինքը ենթագիտակցորեն գողությունը պաշտպանում է, հասկանում եք։ Հիմա երբ որ այս գազի գողության հետ ենք, այսինքն ես եթե լինեի ազգային ժողովի падգամավոր, ես կասեի սիրելիներս, ես այս երկրում ֆունկցիա ունեմ, չէ՞։ Եթե այդ օրենքով վարչապետը զգացել է, հասկացել է, որ գողություն է լինում, ասենք, տարեկան մի քանի միլիոնի դոլարի երևի, հա, տանում են բյուջեից։ Ես կասեի եկեք մի հատ օրենսդրական ակտեր մշակենք, ավելի թափանցիկ դարձնենք, նույն ասենք այդ տոմսերը գնելու գործընթացը, հասարակություն ավելի հաշվետու դարձնենք։ Այդ թող իրանք այդ օրը առնում են տոմսը, ենթադրենք, հա, մանրուք է, թող տպեն ավելի էժան տոմս կար թե չկար, արդյոք ինքը գնեց ամենաէժան տոմսը, այսինքն օրենսդրական նախաձեռնություններ անեի, որ փորձեի սա դեմ առնել, դրա ձևը որն է, դարձնել ավելի թափանցիկ process-ը եւ ավելի բաց եւ հաշվետու հասարակության համար, չէ՞։ Վահրամ Բաղդասարյանի ֆունկցիան սա պետք է եթե ինքը իրոք ազգային ժողովի падգամավորն էր, բայց քանի ինքը իշխանության փաստաբանի տեղն է իրան դրել, ինքը ասում է գողություն չկա, ոչ ոք չի գողանում, վարչապետը ընդհանուր այդպես երևույթներն էր գնա, այո, ինչ այսինքն բայց առաջի դեպքը չէ, մարդ ինչ եք պահանջում, ինչ պետք է ինքը ասել, ինքը չէր ասել եկեք մի հատ հասկանանք ոնց օրենսդրորեն կարգավորենք, որ գողությունը չլինի։ Ինքը ասում է գողություն չկա, ոչ ոք չի գողանում այնտեղ բյուջեում, ինքը ինչ գիտի, ինքը գիտի, որովհետև եւ ենթագիտակցորեն իր ռեստորանի գազի նաև խնդիրն է լուծում այդ մարդը, որտեղ եթե գողությունները կան, մի օր կհասնեն այդտեղ կասեն, բայց ինչի գազի փողը չեն մուծում, չէ՞։ Ամեն ինչ տեղն է։ Գազի թեմային չէ անդրադարձել, այլ պարզապես հերքել է, թե դա իրենն է։ Հետո պարզվել է, որ իրենը ինքը բիզնես ունի, նորմալ է։ Եվ ոչ առաջին, ոչ վերջին падգամավորն է, որ։ Այն որ ՀԿ-ի նկատմամբ sense վերաբերմունք կա մեր երկրում, այսպես մանր բաներից է գումարվում։ Մանր չի որ իրանք ընդհանուր առմամբ ասենք, այդպես սկանդալային սարսափելի բաներ է, չէ՞ մեր երկրում մնում։ Նաև լինում է։ Ու տարին մի անգամ, հա, բայց ինչ որ ամեն օր մենք Նիկարագուա չենք, էլի։ Չէ՞, բայց այս այնց բաներից մարդկանց մեջ այդ ատելությունը, զզվանքը, այդ անդիմությունը, էլի հասկանում եք, նույնիսկ ամենամանր հարցում անդեմ լնելը, ասենք ինչա, չէ՞։ Այստեղ ոչ իշխանության խնդիր է, ոչ բանը, մարդը ասում է մանր մունր գողությունները մի արեք, չէ՞։ Դու падգամավոր ես, չէ՞, կարաս այստեղ իշխանության խնդիր չի, չէ՞։ Բայց որովհետև իրանք են այդ մանր մունր գողությունները իրանք ձեռ է տալիս, հասկանում եք։ Նույնիսկ ենթագիտակցություն իրանք էտել չեն պատրաստ փոխեն։ Բայց էլ խոսացրեք լուրջ դեմքով, փող կապով, ինչ որ բաներ են ասում։ Դե ինչ ասեմ։ Այդ մարդկանց բրեղը պետք է մտածել, որ այդ մարդկանց հաջորդ ազգային ժողովում չբերի։
Գուցե այդ մանր գողություններով է գոյանում ապագա ընտրակաշառքների բյուջեն։ Չեմ կարծում։ Մանր գողություններով իրանց կենցաղի խնդիրներն են լուծվում, ընդ որում ոչ այն առաջային մասնագետների, էլի հասկանում եք։ Դժվար է որևէ լուրջ պաշտոնյա նստած լինի սա ինքնաթիռի տոմսից հատկատի վրա։ Դրանք պաշտոնյաներն են անում, աշխատողները պաշտոնյաների թույլտվությամբ։ Իդե պրիմիտիվ գողության մասին իրատես թերթը մի հրապարակում ուներ։ Ասում են, թե ընդհանրապես 2 տարի առաջ շահագործման հանձնված Արմավիր քրեակատարողական հիմնարկում պրիմիտիվ գողություն է եղել։ Շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին։ Չնայած ժամանակին արտադրության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավականին հեռու էին այդ հավաստիացումները։ Ասում են նաև, որ ամեն օր ՔԿՀ-ում ինչ-որ բան փչանում է, ինչ-որ բան քանդվում է, ինչ-որ բան էլ ասես թքով կպցրած լինի։ Կալանավորների բազմաթիվ փողոքների ու գանգատների մասին էլ շատ բան ասում, բայց լսողնով է։ Սա էլ մի գողության եղանակ է շինարարությունը։ Գիտեք, ես հեռու եմ այն մտքից, որ մեր ժողովուրդը գող է։ Եթե կարդաս մամուլը, առաջ հայացքից այդ տպավորություն է։ Մարդկանց նման վիճակի մեջ դնում է համակարգը։ Հիմա գիտեք ինչ է այդպես։ Մեր պետական կառավարման համակարգի այնց ինչ է ներկայացնում, չէ՞։ Բոլորին քշում են ընտրությունների, բոլորը հանրապետական են։ Հիշում եք, բոլորին մասնավոր դուրս եկավ պետական կառավարման համակարգը մնաց կենսաթոշակային լծի տակ, այդ բարեփոխման։ Իրենք համաձայն չեն, չէ՞, էլի գնացեք մտեք ով համաձայն է փողը տա ինչ որ հերանեկարային ինչ-որ բանի համար, չէ՞, մեր երկրում մի ամիս չես կարող պլանավորես ինչ պետք է լինի, մարդիկ 10 տարի, չէ՞։ Կայունություն չկա։ Բայց իրանց ասացին դուք հլու հնազանդ պետք է ծառայեք իշխանությանը, ասում են իրանք ծառայում են իշխանությանը, իրանք պետական կառավարման համակարգը տենց է մեր։ Իրանք ծառայում են իշխանությանը ընտրությունների ժամանակ այս թեմաներով։ Փոխարենը իրանք ստանում են իրավունք գողանալու։ Դա գործարք է։ Բա մենք համ ծառայենք, համ չգողանանք, չի լինի։ Ինչի համար ենք էլ ծառայում։ Այդ դա քայքայում է մեր փդածա դարձնում է պետական կառավարման համակարգը։ Հիշում եք, մի քանի տարի առաջ Երևանի պետական համալսարանում դասախոսի ձերբակալեցին։ Կաշառքի համար։ Հետո բունտ եղավ, փոքր բունտ եղավ։ Ասեցին ինչ եք ձերբակալում դասախոսին կաշառքի համար։ Ասեցին որտեվ կաշառք է վերցրել։ Այսինքն ասեցին մենք պետք է օրենքով աշխատենք, ասին հա, ասին մենք համաձայն ենք հարգելի իշխանություն, բայց մենք պայմանով, սրանցներ մեզ չզանգեք։ Այդ չասեք սրան դրեք, սրան անեք, ասեցին դե լավ, բարեշում ենք, գնացինք բոլորս մեր գործերով, դուք վերցրեք ձեր կաշառքները, ինչ ասում ենք, արեք։ Այսինքն այդ համակարգը, հասկանում եք։ Այդ համակարգը կփոխվի այն ժամանակ, երբ որ իշխանությունը շահագրգռված չլինի, հակառակի մեջ, այն ինչի մա Կարեն Կարապետյանը դրա համար էլ տեսեք, սա շղթա է։ Դրա համար Կարեն Կարապետյանը ասում է, հարգելի նախարար, ինչի ես քեզ պետք է հանձնարարեմ, դու օրենքով վերապահված քո գործը անես։ Նախարարը չի կարող այս սա պատմի ասի, այ որովհետեւ sense վիճակ է մեր երկրում, դրա համար մենք ստե չենք եկել օրենքով վերապահված մեր գործը անենք։ Մենք գործարքի մեջ ենք, ինչ կհանձնարարեն, այն կանենք։ Իսկ Կարեն Կարապետյանը չգիտի դա։ Վստահ եմ, որ գիտի, դե այդ հայտը ցույց է տալիս, որ ինքը համաձայն չի դրա հետ, որովհետև հենց այդ հարաբերությունն է մեր համակարգը փտացնում, քայքայում, դարձնում ոչ էֆեկտիվ։ Այդ գողություն բան, դրանք փոքր բաներ են, դրանք հետևանքներ են։ Բայց կա նաև մեծ գողություն։ Նույն շինարարության մեջ բավականին մեծ թվեր են։ Իհարկե։ Դրա համար էլ հիմա Կարեն Կարապետյանի խնդիրները հենց այդ համակարգը փոխելն է։ Բայց ինքը այնքան խորքային է, ինքը երեք այս մեր իրավիճակը, ես խորապես վստահ եմ, ռեմոնտի նման է։ Ու ընդ որ ռեմոնտ ես անում, չէ։ Մի բանին որ կպար, կամ ասես շղթայով սա իրար հետ պետք է անես, կամ միտեղ որ կանգնեցի, դա մեկը փչանալու է նույնն է մնալու, չէ։ Նույն տրամաբանությունն է։ Դու չես կարող կառավարության էֆեկտիվությունը բարձրացնես, փոխես այս հարաբերությունը ու չգաս մնացած բուհի ռեկտորները ինչ են հանրապետական, այս հերթով է սա իր հետ շահկապված է, չէ։ Հիմա Արամ Սիմոնյանը չի կարդացել ՆԺԴ-ու Սիրարվեր հանրապետական գաղափարներին, բարձր չէ, տեղա որ ինքը պաշտոնում մնա, չէ։ Ուրեմն ինքը գինը տվել է, ինքը իր գինը պետք է առնի։ Այդ հիմնական դաշինք է, գործընթացը, բայց հենց ստեղծել ենք այն համակարգը, որը այսօր երկիրը բերում է այս վիճակի։
Կարա փոխի Կարեն Կարապետյանի հետ հուսանք, բայց Իդեպ փոփոխությունների մասին, բացի նախարարներից շրջանառվում են նաև մարզպետների փոփոխությունների մասին։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, որ մարզպետը ով է եւ ինչ է, գիտեք ինչու։ Մարզպետների ֆունկցիան դարձել է գյուղապետերի հսկողությունը։ Մեր պետական այդ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը ամենախեղաթյուրվածն է ցոր, երևի ավելի քան պետական կառավարման համակարգի, որովհետև ընտրված գյուղապետը ինքն իրան ընկալում է որպես մարզպետի աշխատող, հասկանում եք, մարզպետի շեֆ եւ կառավարության աշխատող, եւ մարզպետի շեֆը ասում, որովհետև ինքը չի հասկանում, որ ինքը այս մարկանց կառավարիչն է, նույնիսկ ընդդեմ մարզպետի եւ ընդդեմ կառավարության։ Նրանց շահերի ներկայացնող։ Գյուղի համայնքի շահերի ներկայացնողն է, ոչ թե կառավարության ներկայացուցիչն է գյուղում։ Բայց մեր մոտ այսինքն գլխի վրա շուռ է տված։ Դրան երկու բան է նպաստում։ Մեկ է այդ ընտրությունների համակարգը, որտեղ ինքը այդ կենտրոնի շնորհիվ է ընտրվում։ Մեծ մասը ստանալով, աջակցությունը ստանալով։ Երկրորդը ֆինանսները։ Մեր մոտ կա սուբսիդավորում են, չէ՞, համայնքները։ Այսինքն մի մասը համահարթեցման սկզբունքով է գնում, այդ փողը տալիս են, իսկ մյուս մասը կառավարությունը քեզ խելոք կպայես, այդ փողը կտան, կգտնեն քո ծրագրերը առաջնահերթայինը։ Խելոք չես պայ, ծանոթ չունես, քեզ այդ փողերը չեն տա, յուղդ էլ կչորանա։ Այսինքն դու ուղղակի ուզում ես ընդդիմությունից եղի, ուզում ես իշխանությունից եղի, դու կախված ես կառավարության որոշումից, ինքը քեզ այդ փողը կտա, թե չի տա։ Այս առումով իդեպ խոսք գնաց նաև թիմ ընտրություններ ունեինք սեպտեմբերի 18-ին եւ նաև հոկտեմբերի 2-ին է սպասվում եւ որոշ համայնքներում ընտրվեցին ոչ հանրապետական տեխնացուները, փաստորեն ըստ ձեր կանխատեսում նրանց դժվար է լինելու աշխատել այս իշխանության եւ կառավարության հետ։ Իհարկե դժվար է։ Նու գուցե նոր վարչապետը այդքան դժվար չի լինի, որտեղ ինքը հանրապետական չի եւ առանձնապես պարտավորություն չունի հանրապետականի առաջ։ Բայց ես մի դրական շատ բան ուզում եմ շեշտեմ։ Երբևէ մեր թիմ ընտրություններին Գյումրիում եւ Վանաձորում այսքան ակտիվ չէ եղել, այսքան կուսակցություն, այսքան մրցակցային չէ եղել։ Դա նոր սահմանադրության այն քիչ դրական հետևանքներից է, որովհետեւ մարդիկ հասկացան, որ ազատության հրապարակից միանգամից իշխանությունը վերցնելու այդ կոնցեպցիան ոնց որ թե 25 տարում սպառեց իրան, հիշում եք առաջ ոնց էին ձևակերպում, եւ դա մեր ընդդիմության ամենամեծ սխալն էր, որ ինչ թիմ ընտրություններ բանման կգանք, բոլորը կեղծվելու են միևնույն կգանք ստեղ կվեսնենք, այդ գյուղապետը ավտոմատ կդառնա մեր կուսակցությունից, այն կհանի, կդնի, բայց այդտեղ մի բայց կար, էլի ինքը նույն ձևի էր կառավարել, էլի գողանալու էր ծառայելով ձեզ։ Իսկ այս մրցակցային պայքարը եւ աշխուժացնում է կյանքը այնտեղ։ Եվ ընդեղի սարսափելի խնդիրներ ա ցույց, որտեղ այդ քաղաքները անտերության են մատնված, անտերության։ Դուք հենց կարդացեք Վանաձորի հանրապետական տեխնացուն, որը նոտար է, չէ՞ որ հանրապետական էլ չի։ Եկել է, ասում է 10 տարի քաղաքում բան չի արվել։ Հասկանում եք, հանրապետականն է իշխել այդ։ Հետո յան ասում են, բայց այդ նույն կուսակցությունը ասում է, սա անձերի խնդիր է։ Հա բայց սիրելիս այդ անձին ով էր հանրապետական կուսակցությունն էր այդ անձին պաշտպանում, չէ՞։ Այսինքն այդ կուսակցությունն է պատասխանատու, որ այդ քաղաքում 10 տարի անտերության վիճակ է, անտերության է մատնված, փողերը չեն տալիս, նույնիսկ աշխատավարձերը։ Ու հետո ինչ որ մեկը կանգնում է, ասում է, մեզ կրկին ժողովուրդը վստահ է, այսինքն մեր ժողովուրդը գիժ է։ Իրան այնտեղ թալանում են, ինքը գնում էլի ընտրում է այդ ուժին։ Հասկանում եք։ Բայց չեն կարող հերքել, որ մի զանգված գնում եւ ընտրում են տարբեր մենք խոսում ենք չեն որ պետական կառավարման մեր համակարգի մասին։ Հենց այդ համակարգն է, դուք կգողանաք փոքր բաներ, կգնաք կընտրեք մեզ։ Իհարկե այդ մարդիկ գնում են, ես չեմ էլ մեղադրում այդ մարդկանց անկեղծ։ Ընտրակաշարք վերցնել։ Ինքը գիտի գոնե չէ, ընտրակաշարքի հարց չէ, ասենք այդ պետական կառավարման դպրոցի տնօրեններ են, հա, այդ տնօրենները չնանք յանց սերունդի հերը անիծում են, այդ Չորկաև Ճոճյանների սերունդը դպրոցի տնօրենների։ Ես կարծում եմ վարչապետի խնդիրը այն պետք է լինի նաև, որ մեր կրթական համակարգը ապակուսակցականացնի։ Ինչ Աշոտյանը արեց, բոլորին դարձրեց կուսակցական, դպրոցի այդ Չորկայավոր Ճոճյանների ինստիտուտը, բուհերի ռեկտորները, այդ ուսխորհուրդների այդ խույվեբինների այդ մանր կարիերիստ
հանրապետականների հետ, թևերի հետ խայտարակ մենք քանի տեսնենք, ինչ որ դա արեց, դա դեռևս շատ երկար իր բացասական ազդեցությունը թողելու է մեր կրթական համակարգի վրա ցավոք սրտի։ Եվ նույնը հիմա ամեն տեղա, չէ, ծոցյաներին չեն դառնում դպրոցի տնօրեն։ Ծառայություն մատուցող են, չէ՞ որովհետև ամեն մարդ թույլ չի տա գնա դպրոց եւ գնա ընտրակեղծիկով զբաղվի, չէ՞։ Բայց հիմա էլի գան, եթե թիմ ընտրություն են, ես շատ ուրախ եմ, որ այնտեղ կա մրցակցություն ուժերի մեջ, նույնիսկ եթե հաղթի իշխանությունը, մենք արդեն կտեսնենք ավականի, այդ մոդելը շատ կարևոր է։ Նույնիսկ մենք կտեսնենք շատ հզոր ավականի ընդդիմադիր, որը գոնե հսկողություն կկատարի եւ մենք արդեն կարանք ասենք, որ անկախ ընտրությունների արդյունքից Վանաձորի եւ Գյումրու քաղաքապետերը հասարակության կողմից շատ ավելի վերահսկելի են լինելու, շատ ավելի թափանցիկ ու էֆեկտիվ են աշխատելու, քան եղել է մինչև այդ, նույնիսկ եթե ընտրվի իշխանության կուսակցությունը։ Այսինքն դուք հավատում եք, որ ոչ իշխանական ուժերը որոշակի զգալի ներկայացվածություն կունենան։ Այնտեղ պետք է ընտրվի ավականի, հետո ավականուց հետո նոր քաղաքապետ, չէ՞։ Իսկ այնտեղ ես կարծում եմ 2-3 ֆրակցիան դիմադիր կլինի։ Երևանում վաղուց է համակարգը գործում, այդ ընտրական համակարգը, բայց մենք այդ կարծես չենք տեսնում, որ Երևան քաղաքը Չէ, տեսնում ենք ավելի վերահսկելի է։ Բազմաթիվ անգամ մենք տեսել ենք բարձրաձայնումներ տարբեր խախտումների մասին։ Մենք տեսել ենք, ինչի չենք տեսել։ Իշտը այն էֆեկտիվությունը չունի, որը մենք ցանկանայինք, բայց տեսնենք հոկտեմբերի 2-ին ընտրությունից հետո ավելի պարզ կլինի։ Լավ, շնորհակալ եմ Պետրոս հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ օրվա մամուլում տեղի տած կարևոր եւ հետաքրքիր տեղեկությունները քննարկում ենք Կենտրոն հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ։